Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 17-ի համար։ Օրը չորեքշաբթի է եւ տեսնենք բոլորիս ինչ է սպասվելու։ Եվս մի երկու օր էլ երևի թե արդեն ձայնս կանցնի, կլինեն կշարունակվեն այն 2026 թվականի տեսանյութերը։ Գնայենք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը կարիերայի բարձրացում ունեք, նաև որևիցե ինչ-որ անսպասելի մի տեղեկատվություն կարող եք իմանալ, պես փուչիկի նման կարող բան պայթել։ Նաև կարիերայի հետ կապված ինչ-որ բաներ կարող են ձեզ խոստանալ, որ սա լավ կլինի, նա լավ կլինի, այնպես որ կարող են նաև դա խաբեություն լինել, դա համար ուշադիր եղեք, մի հավատացեք։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղամարդու հետ, կարող է դա լինել ձեր ամուսինը, ձեր հայրը, ինչ-որ տղամարդ, պետական աշխատող, գործեր այդ օր չեք հասցնում անել, որտեղ երևի այդ տղամարդու հետ եք անցկացնում կամ հետո արդեն էլ ոչինչ չեք անում, ինչ-որ չեք հասցնում նաև անել։ Երկար սպասված ոչ տեղեկատվություն կլսեք, նամակ կստանաք, SMS, փաթեթ, փաստաթուղթ եւ բավականին էմոցիոնալ կլինեք արդեն երեկոյան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան կամ երկար եք քնելու կամ պետք է շուտ արտանաք, նաև կարող ձեզ սիրված գալ, մի տեսակ արտանանում եք այդպես հավեսով, ինչ որ բաներ եք անում, գործեր եք անում,
Նաև ոմանց կարող են առավոտյան շատ շուտ ինչ-որ կամ հարազատները կան ձեր տուն, կամ սիրոխոստովանություն լսեք, or սիրահարվում եք։ Նաև ելք եք փնտրելու այդ օր ինչ-որ հարցին լուծում տալու համար ընտանիքի անդամներից մի փոքր զգույշ, այստեղ կարող եք մեկը մյուսին չհասկանալ, մեկը մյուսին նաև վիրավորել, ինչ-որ խոսակցություններ կգնա բարձր տոնով։ Ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ եւ հեռախոսազանգ ունեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը խոչընդոտներ ունեք առավոտյան, կներեք ինչ-որ մի բան ոնց որ չի ստացվում անեք, հետո հաջողություն է գալիս, հետո կարողանում եք երևի անել այն ինչ-որ չէր ստացվում։ Նաև որոցյա մասնագետի կարող եք հանդիպել իրար հետ ելք փնտրել ինչ-որ հարցին լուծում տալու համար եւ երկար սպասված որոցյա նամակ կստանաք, տեղեկատվություն, միգուցե նաև հեռախոսազանգի միջոցով եք այն ստանում։ Ինչ որ բան է, որին սպասում եք, որ ձեզ պատասխանեն։ Նաև կարող է դրանից հետո ինչ-որ մեկին եք զանգարում, խոսում, նաև փաստաթուղթ եք ստանում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը առավոտյան հեռախոսազանգ ունեք, նաև հետո հաջողություն կունենաք ձեր գործերում, այն ինչ որ դուք կանեք, հետո վիճում եք ինչ որ մարդկանց հետ։ Միգուցե վիճելու գնով եք հասնում հաջողության։ Եվ հետո հանդիպում կամ շփում ոչ տղամարդու հետ, տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է ոմանց համար, կամ ձեր տղան է, գալիս է տուն, հա ինչ որ մեկն է, ով որ կամ մասնագետ է, ում տեսնում եք։ Եվ այն ինչին որ սպասում եք երեկոյան որ գա կամ ում որ սպասում եք, որոշ խոչընդոտներ կան, դրա համար միգուցե դեռ ուշանում են։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի առուսներ, այդ օրը բավականին էմոցիոնալ կլինեք, նաև գումար կամ կծախսեք, կամ գումար կստանաք, որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, ոմանք սիրո խոստովանություն կանեն, սիրո խոստովանություն կստանան, նաև ձեր սիրելիների հետ կանցկացնեք, ինչ-որ բան տեղի կունենա ձեզ սիրված կզգաք, Ոչ մի բան է ուշանալու, մոտավորապես 2 ամիս են կարող է ուշանալ, երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք նամակ, նաև փաթեթ է կամ փաստաթուղթ է, դրանից հետո եւս էլի ձեր գործերը այստեղ երկու տեսքով էլ այստեղ արկա է, որ առաջ խաղացում ունեք, զարգացում ունեք, հաջողությունը հաջողության հետևից եւ օցեր ունեք այդ օրը, միգուցե խոսակցություն, նախանձ, բամբասանք, այդպես Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ոմանք շատ աշխատանք ունենան, կարող է առաջին անգամ եք գնում աշխատանքի առաջին օրն է, նաև հարցազրույցի կարող եք գնալ հանդիպում կամ շփում ունենալ պետական աշխատողի հետ, բիզնեսը առաջ տանեք, ոչ նամակ կստանաք կամ ինչ-որ մեկի հետ SMS-ով կխոսեք, կգրվեք իրար հետ, նաև փաստաթուղթ եք ստորագրում, կարող է մենագիր եք կնքում, աշխատանքի հետ կապված, բիզնեսի հետ կապված,
Նաև հաջողություն ունեք, հաջողությամբ կկարողանաք տեղը դնել նաև այստեղ երկերեսանի մարդկանց։ Ամենայն դեպս հաջողություն էլ ունեք, այդտեղից էլ նաև երկերեսանի մարդիկ են հավաքվում ձեր շրջապատը։ Եվ պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, այդ օրը պետք է գնաք լուծեք եւ ելք եք փնտրում, բայց ուզում եմ ասել, որ ելքը չեք կարողանում գտնել։ Հա, այդ կամ միամիտ պետք է լինի, կամ որից էլ լուր պետք է ստանաք։ Ինչ որ բան է, որ փայք է առայժմ։ Գուցե հաջորդ օրն է արդեն լավ, կամ շատ ուշ կարող է լինել։ Կամ պետք է օգտվեիք արդեն առիթից չեք օգտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի կշարքներ, այդ օրը ինչ որ մարդկանց եք սպասում առավոտյան կամ ինչ որ բանի եք սպասելու, սպասման մեջ եք։ Նաև ոմանք շատ աշխատանք ունենան, հնարավոր է բիզնեսն եք առաջ տանում, հանդիպում պետական աշխատողի հետ, կարող գնում եք այնտեղ եւ երկար սպասում եք, մինչեւ իրեն տեսնեք։ Նաև դա հարցազրույց է, բիզնեսը, առաջ եք տանում, զբաղվում եք ձեր գործերով ավելի շատ, կամ շատ գործ կա անելու։ Եվ երեկոյան ինչ որ մի բան է ձեզ տանջում, կարող եք տատանվել, ծանոթ հետև անել ինչ որ մի հարց։ Այսքանն է ձեզ համար, ցավոք, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը կարիերային ձեր ուշադրություն դարձրեք, այդքան էլ շատ կամ աշխատանք չունեք, կամ պատվերներ չունեք, ինչ որ բան է, աշխատանքի հետ կապված ավելի քիչ է։ Նաև կարող եք երկար քնել, կամ հենց քիչ է դրա համար եք երկար քնում, ուշ պետք է գնաք աշխատանքի։ Նաև դա ինտիմ հարաբերությունները, դա այստեղ արդեն առավոտյան է լինում, չգիտեմ, տեսակ ավելի շատ քնելու հետ է կապված, կամ չեք գնում աշխատանքի, կարող ձեզ վատ եք զգում։ Ինչ որ մի բան է ուշանում, մոտապես 1.5 ամիս են կուշանա, սպասում եք ինչ որ մեկին, ինչ որ բանի, եւ այդ սպասման ընթացքում եւս ոչ մի բան ձեր ձեռքից բաց եք թողնում։ Կարող է իրոք մեկ այլ տեղում եք եւ մեկ այլ տեղ ինչ որ բան է տեղի ունենում, որ դուք այնտեղ պետք է լինեիք,
եւ բաց եք թողնում ոչ հնարավորություն։ Նաեւ այս տեղավորվա ընթացքում արդեն ձեր գործերը առաջ կմղեք, առաջ կտանեք որոշ չափով։ Շատ չէ, որոշ չափով։ Եվ այստեղ նաև եթե կարիերային չանդրադառնանք, չենք անդրադառնում կարիերային, տանը կարող է ընտանիքի անդամներով մեկը մյուսի հետ կարող է վիճել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սպասման մեջ եք առավոտյան ինչ-որ բան եք սպասում կամ ինչ-որ մեկին եք սպասելու և գորգռում եք երկերեսանի մարդկանց վրա կամ երկերեսայինները միգուցե ձեզ փորձում են հանգստացնել։ Նաև ոչ է միտեղ երկար կմնաք, հնարավոր նաև ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, միգուցե դրա համար եք, վիճում, այստեղ գորգռում եք։ Ժամին ուշադրություն դարձրեք, միգուցե դա ժամերով մնալու եք ինչ-որ միտեղ կամ էլ ժամին ուշադրություն չեք դարձնելու կամ ժամ եք պայմանավորվում ինչ-որ մեկի հետ, որ հանդիպեք։ Այդ օրը շատ լավ լուր ունեք լսելու, բարի լուր է եւ ոչ է լավ լուսավոր մի բան տեղի կունենա, ձեզ հետ որն էլ որ ձեր տրամադրությունը կբարձրացնի վերջում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի աջեղջյուրներ, այդ օրը սպասում եք կամ ինչ-որ մեկին, որ գումար տաք, կամ սպասում եք գումարի, որ կա։ Հանկարծակի լուր կլսեք, երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, նամակ, փաթեթ, ինչ-որ փաստաթուղթ նաև, ինչ-որ մեկից SMS և վիճում եք ինչ-որ մեկի հետ, երեկոյան կհաշտվեք, եթե սիրելին է ձեր, ապա երեկոյան կհաշտվեք, երեկոյան ձեզ արդեն սիրված կզգաք, ձեր տրամադրությունը ուրիշ կլինի, ոմանց սիրո խոստովանություն կանեն, կամ դուք կանեք, կամ ձեր հարազատների շրջապատում կլինեք և կմոռանաք, որ առավոտյան օրինակ գորգռում էիք։
Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնած, օձերի պատճառով է դա, կամ իրենք չեն արել, կամ այնպես են անում, որ կանգնի։ Եվ երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, ոչ է փաթեթ է, SMS է, կամ փաստաթուղթ է, եւ այն ինչ որ կանգնած է, ոնց որ դեռևս չի բացվում։ Կարող եք տատանվել, մտածել, թե ինչպես այն կարելի է բացել։ Միգուցե նաև ձեր երկրորդ կեսի հետ է կապված դա, միգուցե գործընկերոջ հետ է կապված դա։ Եվ ոչ է լուսավոր մի բան տեղի կունենա, այստեղ կամ ձեր տղան է, կամ ձեր ամուսինն է, կամ ձեր եղբայրն է, ձեր սիրելին է, կամ ինքն է մի բան ասում ձեզ, կամ իր հետ է կատարվում։ Ինչ որ լուսավոր բան է, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի։ Օրվա ընթացքում նաև ինչ որ մեկին կսպասեք կամ ինչ որ բանի եք սպասելու, բայց արդեն քնելուց առաջ բարձր տրամադրություն եք ունենալու էներգիայով լի։ Միտեղ ծախսեք, որ կարողանաք քնել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ձկների։ Ինչ է սպասվում ձկներին դեկտեմբերի 17-ին։ Հարգելի ձկներ, այդ օր առավոտյան, չգիտեմ ինչու տխուր եք արթնանում, միգուցե երազ եք տեսել, միգուցե ինչ-որ մի բան է, սա ոնց որ դեպրեսիվ վիճակ է, առավոտյան հենց արդեն արթնացած։ Եվ հետո այստեղ կամ հրավիրատոմս եք ստանում հարսանիքի մասնակցելու համար, կամ գործարք եք կնքում ինչ-որ մեկի հետ, պայմանագիր եք ստորագրում։ Նաև կարող դա ամուսնության պայմանագիր է, զաքսավորում է, միգուցե ինչ-որ փաստաթուղթ է, որ ընտանիքին է վերաբերվում, կամ ձեր երկրորդ կեսին է վերաբերվում։ Հնարավոր է նաև այստեղ, եթե ձեզ ամուսնության առաջարկ անեն, ապա կարող է ինչ-որ թուղթ ստանաք, կամ ինչ-որ ծրար, բացեք,
Նմանատիպ նաև ինչ-որ բահեր կարող լինել։ Եթե իհարկե այստեղ ամուսնության առաջարկ է, հա, մի քիչ կասկածում եմ, ավելի շատ ոնց որ գործարք է, ավելի շատ ոնց որ ձեր երկրորդ կեսի հետ է ինչ-որ մի բան տեղի ունենում, քան որովհետև իրենք երկու քարտ, դե չգիտեմ, միգուցե SMS-ա գրում ձեզ, որ գնաք ինչ-որ միտեղ եւ այնտեղ ամուսնության առաջարկ անում։ Չգիտեմ, նաև դա այդպես կարող լինել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Այստեղ նաև կտրուկ ոչե քայլ, սա էլ տեսամ։ Կտրուկ ոչե քայլ է, կամ դուք եք անելու, կամ նաև ինչ-որ մի բան տեղի կունենա։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։